Ողջ աշխարհի գրքերը թե հոգևոր թե մարմնավոր Սուրբ գրքի էշպարի հետ չեն փոխի, որտեղ էշպարի մեջ Սուրբ Հոգու շունչը կա, որը կյանք է տալիս ինձ ու քեզ։ Վստահի Աստծո խոսքին, հենվի Աստծո խոսքին, նրա մեջ կյանք կա, կյանք եւ երջանկություն։ Ինձ երջանիկ չի դարձրել, որ ես քարոզիչ եմ, գիտեմ ինչ եմ։ Ինձ երջանիկ դարձում է Տիրոջ խոսքը միայն Սուսը, որպես մարդ ծնվավ աշխարհ եկավ, նրա ներս Աստված են ապրում։ Պատկերացնում եք, ամբողջ աշխարհի մեղքը, ոչ թե 1 միլիարդ, 10 միլիարդ, 100 միլիարդ, Ադամից սկսած մինչև վերջի մարդի մեղքը վերցել է Քրիստոսի վրա։ Հայրն էլ թողել է իրան, լրիվ թողեց, բայց ինքը չմեղանչեց։ Տեսեք ինչ հզոր է այդ կյանքը, ինչ հզոր է այդ կյանքը, այդ կյանքը իր խոսքի մեջն է հզոր, այդ կյանքը իր խոսքի մեջ է սիրելիս, ուր ես նայում, նա իմ խոսքին, շնեմ, իմ խոսքն ու ես մեկ ենք, ինչ որ ասել եմ նրա մեջ կյանք կա, դեն էլ հավիտենական, ինչ փորձուն եղա Պետրոսի հետ, են հավատքը, որ Պետրոս ուներ, որ ուր գնամ դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, այդ հավատքը նրան տարավ ինչ է վերջ, գուզուրացավ, բայց այդ հավատքի համար աղոթեց Հիսուսը, փառավորվի նրա անունը, նա կենդանի այստեղ է, նա ուզում է, որ դու եւ ես նայենք իր խոսքին, իր խոսքի մեջ ամեն օր նայենք Հիսուսին, այդ խոսքն ասում, Հիսուս խաչի վրա տարապում էր, բայց իր մասին մի գրամ չէր մտածում, մտածում էր ավազակների մասին, մտածում էր իրան խաչողների մասին, մտածում էր իր մոր մասին, մտածում էր աշակերտների մասին, այդ ինչ զորություն է, որ միայն դիմացի մասին է մտածել տալի քեզ այդ խոսքը, այդ ինչ փառավոր կյանք է։ Նա դրեց իր կյանքը մեր նման թշնամիների, մեր նման անհավատների, մեր նման կռապաշտների, մեր նման մեղքի մեջ մեռածների համար դրեց իր կյանքը։ Այդ խոսքը, որ մտնի մեջ է, այդ կյանքը կբերի քո մեջ։ Դու էլ քո կյանքը կդնես եղբայրների քուրես ժողովրդի համար։ Քանի ես կյանքը չես դրել ժողովրդի համար, թեկուզ քեզ խաչողների համար, քեզ անարգողների համար, քեզ վիրավորների համար։ Եղբայր քուր, ես ասում եմ քեզ, Աստծո ամեն խոսքը, որ ասում է սիրիր քո թշնամուն, դրա մեջ կյանք կա, կապտակեն քեզ, դրա մեջ կյանք կա, կանարգեն քեզ, Հիսուսի համար կյանք կա դրա մեջ։ Ցնծա եւ ուրախացիր, քո վարձքը շատ է երկնքում, իմ աղաչանքն է, իմ պաղատանքն է ձեզ։ Աստծո խոսք կարդալից նայեք նրա միջի կյանքին, նրա միջի կյանքի շնչին, այդ շնչով արարվանք ես ու դու որպես Ադամ։ Այդ շունչը փչեց չորացած ոսկորները կյանք ստացան, այդ շունչը փչեց Պենտեկոստի օրը, որ Սուրբ Հոգով լցվեցան եւ փոխվան լրիվ։ Նայեք, փորձեք այս ճանապարհը տեսնել։ Հիսուսի հանդիպումից մինչև խաչելություն ուրիշ կյանքեր աշակերտների, 40 ուրիշ կյանքեր, Սուրբ Հոգու իջնելուց հետո ուրիշ կյանքեր։ Աստված ուզում է Սուրբ Հոգով ինձ ու քեզ, որ մենք ուրիշ կյանքով ապրենք, կյանք, որը խոսքից է բխում, իր հոգուց է բխում, սիրելիներ։ Սուրբ Հոգին կյանքի ջրօրը դրել է իմ մեջ, քո մեջ, որ մեր աչքերը բացվի, տեսնենք Քրիստոսի կյանքի ջրօրը մեր մեջ, ինչպես Հագարին բացավ,
Տերը փառավորվի, Տերը մեծարվի, կանգնենք Հիսուսի նայելով, իր խոսքի նայելով աղոթք անենք։